Ցնծում է Արգենտինան, Ալբիսելեստեն երկրորդ մունդիալն անընդմեջ դուրս է գալիս եզրափակիչ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում անգլիացիների նկատմամբ տարած հաղթանակն են նշում հազարավոր արգենտինացիներ Բուենոս Այրեսի կենտրոնում։ Ուրախ եմ, ուրախ, մենք հաղթեցինք Անգլիային, Արգենտինան եզրափակչում է։ Անգլիային հաղթելն ամեն ինչ է։ Եթե անգամ չհաղթենք եզրափակիչում, ոչինչ, կարևորը հաղթեցինք Անգլիային։ Բուենոս Այրեսից ավելի քան 11,000 կիլոմետր հեռու Լոնդոնի փողոցներում լացուկոց է։ Երեք հարյուսները 60 տարի անց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում խաղալու շանս ուներ։ Փշրվել է Անգլիայի հավաքականի երկրպագուների երազանքը։ Հույս ունեինք հաղթել խաղը 1-0 հաշվով։ Գիտեք, դա հնարավոր չէ անել Արգենտինայի նման թիմի դեմ։ Նրանք չափազանց ուժեղ են, նրանք հիանալի են երկրորդ խաղակեսում։ Երկրպագուների մի մասը կարծում է, որ գլխավոր մարզչի սխալ փոփոխություններն էին պատճառը, որ արգենտինացիները կարողացան քամբեք անել մինչև 85-րդ րոպեն հաղթող անգլիացիներին։ Տուխելը լավ աշխատանք կատարեց, բայց կարծում եմ, որ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Կգա ժամանակը, եւ մենք կտեսնենք մեր ֆուտբոլիստների փայլուն ելույթները։ Արգենտինացիների համար սա ավելին էր, քան սովորական հաղթանակ ֆուտբոլի դաշտում։ Նրանք հաղթանակն ընկալում են իբրև վրեժ 1982 թվականի Անգլիա-Արգենտինա արյունալի պատերազմի համար։ Անգլիան եւ Արգենտինան 4 տասնամյակից ավելի է հակամարտում են Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմտյան մասում գտնվող Մալվինյան կղզիների համար։ 1982 թվականի պատերազմից հետո անգլիացիների տիրապետության տակ են կղզիները, սակայն արգենտինացիները այդ կղզիները համարում են իրենցը։ Ֆուտբոլային հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պարզել են պոստեր Մալվինյան կղզիները Արգենտինային են գրությամբ։ Կիրակի Նյու Յորքի East Rutherford ստադիոնում կորոշվի ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնության հաղթողը։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան ուժերը կչափի Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հետ։ Մարզական մեկնաբաններն այս հանդիպումն անվանում են պայքար երիտասարդ իսպանացիների եւ փորձառու արգենտինացիների միջև։ Էդգար Ղուշչյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։